մեր այսօրվա ուշադրությունը հարավային Կովկասում ռազմավարական հավասարակշռություն ապահովելու վրա է, հատկապես անվտանգության դիվերսիֆիկացումը փոփոխվող աշխարհում, ինչը շատ տեղին է ԱՄՆ դեսպանի ելույթից հետո։ Մենք կսկսենք Լիլիթ Մակունցից, ով վերջերս ավարտել է իր պաշտոնավարումը որպես ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան եւ Վաշինգտոնում իր աշխատանքից հետո վերադարձել է Հայաստան, հանդիսանում է վարչապետ Փաշինյանի գլխավոր խորհրդական։ Լիլիթ, եթե մենք փորձենք ձեր վերջին փորձառության հիման վրա Վաշինգտոնում ձևավորել մեր այսօրվա դիրքը, որտեղ են կանգնած այսօր օրինակ Հայաստան-ԱՄՆ փոխհարաբերությունները կոնկրետ անվտանգության ոլորտում դրանք խորացնելու տեսանկյունից։ Շնորհակալություն ինձ հրավերելու համար, ուրախ եմ այստեղ գտնվել, ուրախ եմ, որ վերադարձել եմ տուն։ Թեման ընկած է Հայաստանի ազգային օրակարգում, ինչպես նաև տարածաշրջանային տեսլականում։ 3 տասնամյակից ավելի Հայաստանի անվտանգային քաղաքականությունը հիմնվում էր մի դրույթի վրա, որ ըստ էության գծային էր, միահիմք էր, մի ուղղություն էր, մի շրջանակ էր եւ ենթադրությունների մի ամբողջականություն։ Այն ժամանակ երիտասարդ հանրապետություն էինք, որը կանգնած էր բազմաթիվ մարտահրավերների առջև, եւ այն ժամանակ դա թվում էր անփոխարինելի եւ այլընտրանք չկար, բայց ժամանակը ցույց տվեց, որ Հայաստանի անվտանգությունը նաև պետք է նայել ուղղվածություն, որովհետև շատ արագ փոփոխվում է իրավիճակը մեր տարածաշրջանում եւ կախվածությունը մեր հիմքից, մի կետից, քաղաքական, ռազմական կամ տնտեսական առումով ինչ որ մի պահից սկսած ունենալու էր ներդրված ռիսկերի կամ վտանգների նյութականացում, հատկապես երբ գործընկերների շահերը սկսեն են իրար հակասել։ Այն ինչ ուզում եմ ասել, չի վերաբերում նրան, որ մենք վերանայենք մեր անցյալը, ավելի շատ պետք է նայել մենք ուր ենք հիմա, ինչպես պետք է շարժվենք առաջ, որպեսզի ապահովենք իրական անկախություն եւ ինքնիշխանություն Հայաստանի Հանրապետությունում։ 44-օրյա պատերազմի արդյունքները ստիպեցին մեզ վերանայել Հայաստանի Հանրապետության անվտանգային դոկտրինը, ինչը նաև ենթադրում էր, որ Հայաստանին անհրաժեշտ է ունենալ բազմակի ընտրություն, թե արտաքին քաղաքականության, թե անվտանգության տեսանկյունից։ Եվ այս տրամաբանությամբ պիտի փորձեմ հիմա պատասխանել հարցին, որը դուք առաջ քաշեցիք, այս իմաստով Հայաստանը կարծում է, որ մեզ անհրաժեշտ է ունենալ ավելի մեծ թվով ընտրանքներ եւ բաց լինել աշխարհին։ Եվ ինչ է նշանակում անվտանգություն Հայաստանի Հանրապետության համար, արդյոք դա բացառապես ենթադրում է միայն պաշտպանական եւ անվտանգային կարողություններ, ռազմական կարողություններ, թե կան նաև այլ բաղադրիչներ։ Հայաստանը իրականում մեծապես հիմնվել է այդ բաղադրիչի վրա, բայց դա նաև եւ հիմնականում արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացված էներգա մատակարարում է դիվերսիֆիկացված գործընկերներ են, զարգացող գործընկերությունը Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև դրա օրինակներից մեկն է։ Այս տարի հունվարին Հայաստանը եւ ԱՄՆ-ը ստորագրեցին ռազմավարական գործընկերության փաստաթուղթ, որը ներառում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում նաեւ զինված ուժերի բարեփոխումներ, էներգետիկ անվտանգության դիվերսիֆիկացում, կիբերանվտանգության կարողությունների ընդլայնում, առևտրի ազատականացում եւ ամենակարևորը տարածաշրջանային խաղաղության խթանում եւ հակամարտությունների կանխարգելում։ Հաշվի առնելով սկեպտիցիզմը եւ ենթադրությունները, որոնք որ կային Հայաստանին այդուհանդերձ հաջողվել է ձևավորել պաշտպանական ոլորտի հարաբերություններ ԱՄՆ-ի հետ, թեպետ Հայաստանը մնում է ՆԱՏՕ-ից դուրս, Հյուսատլանտյան դաշինքից դուրս է։ Տարիներ առաջ, եթե հիշում եք, մենք ունեինք Eagle Partner վարժանքները, որոնք որ իրականացում էին Հայաստանում եւ հիմա նորից։ Եվ շատ կարեւոր է նաեւ
թե ինչ տեղի ունեցավ այս տարի ամռանը, օգոստոսի 8-ին ԱՄՆ աջակցությամբ նախաստորագրվեց խաղաղության համաձայնագիրը եւ առաջ քաշվեց TRIP-ի ծրագիրը, որին աջակցում է ԱՄՆ-ի եւ Հայաստանի ընդհանուր տեսլականը եւ ընդհանուր շահերը, որ ունենք խաղաղության ձևավորման եւ հակամարտությունների կանխարգելման տեսանկյունից հարավային Կովկասում, դա հնարավոր դարձավ։ Վարչապետը խոսում էր իր աշխատանքների մասին, խոսեց դրա մասին։ Իր աշխատանքները միա ուղի չեն կամ միաշերտ չեն, դա ենթադրում է, որ կան նաեւ կայուն կանխատեսելի միջավայր, իդեպ կանխատեսելիությունը դա կարևորագույն գործոններից մեկն է։ Դա հնարավորություն է տալիս հեռացնել հնարավոր ցանկացած հակամարտություն։ Հայաստանը փորձում է բարելավել հարաբերությունները, ընդ որում դա անել բոլոր հարևանների հետ եւ անել երկկողմ շահավետ կամ փոխշահավետ հիմունքներով։ Հայաստանը խորացնում է իր հարաբերությունները նաեւ ԵՄ-ի հետ եւ ԵՄ-ի քաղաքացիական առաքելության ներկայությունը, որը որ չունի որևէ ռազմական բաղադրիչ, շատ կարևոր է, որովհետև սա նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության ճարտարապետության կարևոր բաղադրիչներից մեկն է։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։